Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով արցախցիներին պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը։ Որոշ կառավարություններ, որոնք հենվում են աշխարհաքաղաքական շահերի եւ ոչ թե ժողովրդի իրավունքի վրա, պնդում են, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցի Ադրբեջանի հետ։ Դա այդպես չէ։ Ուստի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության։ Լուիս Օկամպոն դրական է վերաբերվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան եռակողմ փաստաթղթերի ստորագրման այն մասով, որով կանխվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ, բայց փաստաթուղթը պաշտոնապես չի ներառում արցախահայերի եւ Ադրբեջանում գտնվող պատանդների հարցը։ Միջազգային դատարանի նախկին մեղադրողը նախաձեռնությունը համարում է պայքար հանուն քաղաքակրթության։ On November 2023 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց զերծ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուժի կիրառումից, բայց այն չի իրականացվել։ Ահա թե ինչու մենք պետք է մոբիլիզացնենք խորհրդարաններին ամբողջ աշխարհում պահանջելու արցախցիների վերադարձի իրավունքի իրականացումը։ Արցախահայերը մեծ հույսեր են կապում նախաձեռնության հետ։ Արցախի նախկին մի Պարտակ Բեգլարյանի խոսքով իրենք գիտակցում են, առանց միջազգային երաշխիքների անհնար է վերադարձի իրավունքի իրացումը։ Մեր ժողովուրդը տառապում է ոչ միայն բռնի տեղահանման, այլև տուն վերադառնալու անկարողության պատճառով։ Եվ երբ հանդիպում եմ իմ հայրենակիցներին, առաջին հարցը, որ նրանք տալիս են, այն է, թե երբ կվերադառնանք տուն։ Ցավոք, իմ պատասխանը միշտ նույնն է՝ շոշափելի նորություն չկա։ Գերմանացի իրավապաշտպան Ջոնաթան Շպանգենբերգը ևս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին խոսելիս գործընթացն առանց արցախահայերի վերադարձի եւ Բաքվում գտնվող հայ պատանդների խնդիրների լուծման չի պատկերացնում։ Նույնիսկ ամերիկյան, այսինքն այս առումով իր որոշումները եւ դիրքորոշումները ունի եւ պիտի պատրաստ է, այսինքն այս ուղղությամբ աշխատանք կդանել, ինչպես նույնիսկ եվրոպացիները, այսինքն այդպես չէ, որ այս հարցը Եվրոպայի կողմէ կամ նույնիսկ Գերմանիայի կողմէ անդեսված է։ Իդեպ միջազգային տարբեր հարթակներում իրենց անունից Արցախի մասին որևէ հարց չքննարկելու պահանջով այսօր կառավարության դիմաց բողոքի էին դուրս եկել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներն ու մի խումբ արցախցիներ։ Արցախայությունից խլել եք ամեն ինչ։ Այսօր եկած իրենց իրավունքները ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկը իրավունք չունի արցախայության տեղը որոշելու։ Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը խորհրդարանական նախաձեռնություն է, որի նպատակն է երկխոսություն հաստատել Ադրբեջանի եւ Արցախի բնակչության ներկայացուցիչների միջև բանակցելու տեղահանված հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ։ Մերի Դանիելյան, Reopen Media։